Ռեֆորմիստները հանգստյան օրերին եղել են Դավիթ Հաշենում բաժանելով մեծ թվով բուկլետներ։ Քայլարշավի մասնակիցների խոսքով մարդիկ վերցնում են բուկլետները եւ անմիջապես բացում ու ծանոթանում ծրագրին։ Նրանց գնահատմամբ հասարակության մեջ կա դեռևս չկողմնորոշված ընտրազանգված, որը ցանկանում է տեղեկանալ քաղաքական ուժերի առաջարկներին եւ հունիսի 7-ին կատարել իր ընտրությունը։ Ռեֆորմիստները նաեւ արձանագրում են, որ քաղաքացիների վերաբերմունքն այս ընտրություններին փոխվել է եւ շատերն ավելի գիտակցված ու կողմնորոշված ընտրություն կատարելու տրամադրվածություն ունեն։ Քաղաքացիների մեծ մասը, ինչպես եւ ցույց են տալիս տարբեր օբյեկտիվ եւ ոչ օբյեկտիվ հարցումները, դեռևս չկողմնորոշված են։ Շատերի հետ խոսում ենք եւ մեծ մասը ասում են, որ դեռ չենք որոշել, ում ենք ընտրելու։ Իշխանության պարագայում գրեթե հստակ է, ով իշխանությանն է ընտրում, արդեն որոշված է եւ չեմ կարծում, որ մեծ տատանումներ կլինի այդ ուղղությամբ։ Իշխանությունը ունի իր ընտրողները եւ իրենք արդեն բացահայտ դա ասում են եւ բավականին հեշտ է դա տեսնել։ Ինչ վերաբերվում է ընդդիմադիր դաշտում, բավականին հակասական իրավիճակ է, բավականին, որովհետեւ իրականում մարդիկ դեռ չեն կողմնորոշվել։ Ելի եմ կրկնում, մեծ մասը, իսկ դա մոտավորապես կեսից ավելին է, դեռևս չի կողմնորոշված։ Այսինքն կարելի է արձանագրել, որ այս 10 օրը քարոզարշավի որևէ լուրջ տեղաշարժ չի տվել, որ ինչ-որ բաներ արդեն պարզ լինի եւ ինչպես եւ անցյալ անգամ ես ասում էի, որ այս ընտրությունները մութ անտառ են, դեռ այդպես էլ շարունակվում են։